Հարգելի սիրելի գյումրեցիներ, իսկապես ողջունում եմ ձեր բոլորին։ Տեսնելով այս ջերմությունը, խաղաղությունը, հույսը, հավատասպասելիքը, մարդուն ավելի պարտավորեցնում է։ Ես ասել եմ բոլոր տեղն էլ հնչեցրել եմ, որ ես իմ գործերը սկսել եմ Գյումրիից։ Նոր գալուց ես տեսա իմ գործընկեր չասեմ, բայց իմ հարազատ մարդուն Գայանեին, Գայան էստեղ ես թե գնացել ես։ Արի, նա տարի ստեղ, արի։ Ուրեմն դա 89 թվականն էր։ Իմանալով, որ ասենք թե սկզբից ես իմ գործը բոլորն էլ գիտեն։ Մի հատ էլ ես։ Երկու բառ ասեմ իմ պարտավորությունը Գյումրու հանդեպ, հասկանում եք, ստեղ սարքած բան չկա, իրական, բնական։ Եկել եմ ոչ մեկին չեմ ճանաչել, գնացել եմ Չուլոշնի։ Ռոն ընդեղ չէր, Ռոյին պետք է տեսնի, Գայանեն էր։ Գայանն հետ հանդիպեցի, զրուցեցի, ասի ոչ մեզ գործ եմ անում, ինձ էսա պետք, ասեց հարց չկա։ 10,000 կալգոտ կատար, ես ասի գումար չեմ բեր, եկել եմ խոսեմ, պայմանավորվեմ։ Ասեց չէ, ես քեզ վստահում եմ, տար եւ գա սա քոննա։ Ես վերցեցի, ասի 5 շաբթի օրը գալիս եմ, ճիշտ ասեմ։ Ճիշտ է, շատ ճիշտ է։ Առանց պատկերացա 10,000 մարդու չճանաչելով։ Դավեյա, ու դազը դրանց հետո ասում աղջիկ ջան, ոնց ես տվել, խի ես տվել, ու զգալով Գյումրեցու մարդությունը, կամեցողությունը, բարությունը, ցանկությունը, ոչ ճանաչել է, ոչ բան, պրոստը այդ մարդու կամեցողությունը ու միշտ ոնց որ պարտավորվածություն կա Գյումրու հանդեպ, Գյումրեցու հանդեպ։ Բերել եմ, ասած տորը բերել եմ, դրանց հետո միշտ շատ եմ բերել, թողել, միշտ տարել եմ, այդ կապ, այդ հարգանքը եղել է։ Ու ես միշտ պարտավորվածություն ունեմ Գյումրու հանդեպ, ամեն մարդ անցյալը պետք է չմոռանա, որ միշտ պետք է պիտանի լինի։ Այդ շատ կարևոր է։ Ու ոչ թե մարդիկ, միայն պետք է ճարտար խոսեն, որ ես ձեզ սիրում եմ սրտիկներ անել, այլ գործով պետք է ապացուցես։ Այսօր լսելը բոլորը կարող են ասել, բայց պետք է մարդը գործ անի, իր հոգու առաջ, իր խղճի առաջ։ Ես ամեն ինչով որ պետք է ալեք, Վարդուկ Գրիգորյանը գիտեք, իմ թիմից, իմ եղբայրը, իմ թիմակիցը, ցանկացած խնդիր, ինչ ասլամ ենք իրար հետ, արել ենք, հետո հիմա նորից իրար հետ ենք, որ ցանկացած հատ, ոնց որ ասենք Ծառուկյանը, անեցել Վարդուկ Գրիգորյանը, ասենք թե Գյումրիում։ Ամեն ինչ անելու ենք, կազմակերպելու ենք։ Ես չեմ մոռացել, որ իմանալով մարդը պետք է իր հոգու խղճի առաջ մաքուր լինի։ Իվետան նստած աստեղ, էլի իմ խոսնակը, ասի Վետա ջան, գնա մի հատ դոմիկներ, նայի, տես քանի կին կա հղի։ Ոչ մեկին միացումի նայի կուսակցական պատկանելություն, ծանոթ բան, թղթի վրա անուն ազգանունները պասպորտից գրի բեր։ Գրե բերել եմ, չգիտեմ 27-եր, 37-եր, 40, քանի տարի առաջ։ Կազմակերպել ենք, արել ենք 2-3 սենյականոց բնակարաններ ու տվել եմ մորս Իվետայի հետ ապրիլի 7-ին, մայրության գեղեցկության օրը, ասեմ տար, հանձնի հետ կանած, ասած Ծառուկյանը շնորհավորում է եւ ասում է դուք դոմիկում եք ծնվել, մենք չենք ուզում, որ քո բալիկն էլ դոմիկում ծնվի, քո բալիկն էլ թող բնակարանում ծնվի, 2-3 սենյականոց բնակարաններ։ Իմ ասածը, որ ես ոչ միայն խոսքեր եմ ասում, Գյումրեցիներին ես հարգում եմ, սիրում եմ, շփվել եմ, ընկերություն եմ արել, առատաձեռ, հյուրասեր, ազատով, ավանդույթով, կառուցող ու ամենակարևորը տեսնելով արվեստը, մշակույթը, շինարարությունը, որ նայելով այդպիսի շենքեր, այդ դիզայնով, այդ կառուցվածքով, թե դարպասները, թե շենքերը, թե քանդակները, ոչ միտեղ չկա։ Մենք դա պետք է ցույց տանք աշխարհին։ Այսօր հիմնական խնդիրը Գյումրին ինքը իրենով չի կարող կայանա։ Այսօր պետք է այո կառավարությունը որոշում կայացնի, ինչ ունի Գյումրին աշխարհում ցույց տալու համար, որ տուրիստներ գան, 1 միլիոն էլ գա, 2 միլիոն էլ գա, ամենը 5,000 ծախսի, դա 5 միլիարդ գումար է անում, որ կարող է գան, ասենք թե այդ գումարը մնաց տեղ, լավ փոփոխություններ ա պետք, որ մարդիկ կարողանան։
զբաղվեն, ընտանիքով փոքր միջին բան ձեռնարկեն, շարժ լինի, տաքսիստներ գումար կառնի, մյուսներ աշխատողներ, բոլորը գյուղացիներ, բոլորն էլ կաշխատեն, հարկարա մտածել ճիշտ նպատակային ծախսել։ Այսօր, եթե 30-40 տարի անընդհատ դոմիկների մեջ, որը կարելի է այսօր պարտքը 8 միլիարդ ավելացել է, ընդամենը, որ ասենք թե կառուցվել 3000, ամեն մեկը $20,000, որ կարելի էր կառուցել, որ շահություններ մասնավորել, 60 միլիոնով այդ 3000 ընտանիքը արդեն դոմիկներից դուրս կգար։ 8 միլիարդ կուտակվել է, ոչ մեկ չգիտեն, թե այդ գումարը որտեղ է ծախսվել։ Բայց որ կարար 60 միլիոն հատկացվել, որ դա եղել է երկրաշարժ եղել, մարդիկ մեղք չունեն, որ կառուցվել տար մարդկանց։ Հիմնական հիմա ես կարամ ժամերով խոսել ասել, բայց ես ասեմ իմացեք, ինչ որ ասում եմ, դա իրականություն ալնելու, ոչ պատական մարդ եմ, գործի մարդ եմ, սորական ընտանիքի մարդ եմ, կապել ունեմ, ծանոթությունել ունեմ, ճանաչումել ունեմ, աշխատել եմ, վաստակել եմ եւ ամենակարևորը Աստվածի հետ է, Աստծու կամով։ Աստված պետք է կամենա ժողովուրդ, դες ամսի 7-ին, համար 7-ին, Աստված կամեցել է, չէ՞ որ այս 7-ը տվել է մեզ։ Ժողովուրդ, ուրեմն ասեմ ամենակարևորը, այս անգամ մեր ծրագիր կազմելու ձևը փոխել եմ։ Ոչ թե մի քանի տնտեսագետ հրավիրել եմ կաբինետում, իրենք իրանց զուրդեմքերով ծրագիր են կազմել, այլ ասել եմ բոլոր ոլորտներից շրջեք, շփվեք, հրավիրեք կենտրոն հեռուստաընկերություն։ Այդ ոլորտը ինքը ինչով է զբաղվում, իր խնդիրը որն է, իր խնդրեմը որն է։ Սկսենք սկզբնական ուսանողներից, երիտասարդներից, ծառայողից, աշխատողից, բժիշկից, գիտնականից, արվեստագետից, գյուղացուց, տաքսիստից, բոլորը ասել են իր խնդիր խնդրեմը եւ միայն դա մենք հիմնական լուծումներն ենք արձանագրել, որ դա կարգավորվի, որ մարդը իմանա իր մասին մտածող մարդ կա։ Այսօր 8 տարի, որ մենք ժողովրդի հետ միասին անհրաժեշտ էր հեղափոխությունը, որ արվեց հույս ունենալով, որ մարդիկ իր ասածները կանեն։ 8 տարի ոչ մի բան չեղել ժողովուրդ։ Ոչ մի բան, եթե դուք ցույց տաք, բացի կորուստից, բացի պարտությունից, բացի տուժտուգանքից, վարկերի կուտակումից ոչ մի բան չեղել։ Ճիշտ եմ ասում, թե ճիշտ չեմ ասում։ Ժողովուրդ ջան, այսօր ասում են, դպրոցներ են կառուցել։ 8 միլիարդ ծախսել են, պետք է կառուցային 300 դպրոց, կառուցել են 59 դպրոց, որից 29 կառուցած է եղել։ Այդքան են կառուցել, անես տեղեր են կառուցել, որ հիմա աշակերտներ չկան սովորելու։ Այս տարի 230 դպրոց փակվում է, որ պետք է գումարը նստեղ օգտագործվի, որ մարդիկ կարողանան դա օգտագործել, որ դա արդյունքը զգան։ Մարդիկ այսօր բարեգործությամբ, Ժողովուրդ ջան, ինչ էլ անեմ, 100 տուն նվիրեմ, խնդրի լուծում չի, 10 տեղ գործանված եմ, չի լուծում, ընդհանուր գլոբալ պետք է պետականորեն ծրագիրը կազմի, մարդկանց հնարավորություն տան, աշխատելու, տունը պահելու եւ բյուջեն գումար գնալու։ Բյուջեն գումար պետք է լինի, տնտեսական աճ լինի, որ կարողանան այդ գումարները լիարժեք ժողովրդին էլի ավել գումարներ բաշխեն, թոշակ բարձրացնեն, երիտասարդ ընտանիքին տան, ովքեր որ ասենք մասնակցել են պատերազմին, ասենք թե հաշմանդամա, շնորհակալ ենք, շնորհակալությամբ տուն ես պահում։ Շնորհակալը դա քիչ է, պետք է մտածել դրանց ուսման համար, դրանց գործի համար, դրանց ընտանիքի ապահովման համար, օդից խոսել դադարք։ Այսօր խոսում են, Ժողովուրդ ջան, երաշխավորություն ենք բերել, ես ասում եմ, ես որը նայում եմ, մասնակցում է 19 կուսակցություն, ամեն մեկը իր չափով գրել է, ինչ որ ասում է, ներկայացնում է, լավ անում, սաղից հավնը տանում, բայց այն մի կուսակցությունը կպն, ծրագիր ունի ես անգամ, ձեզ ինչ առաջարկում, ձեր համար ինչ անելու։ Անցյալը միայն վախացնի, խլի, վիրավորի, ցեղ շպրտի։ Ժողովուրդ այսօր հոգնել է, ոչ ուզում է հայուհանք լսի, ոչ կֆրտել լսի, ոչ մի բան, Ժողովուրդ ջան։ Այսօր մարդը ուզում է մասին մտածող լինի, եւ ղեկավարը գումարները ճիշտ օգտագործի
նպատակային օգտագործի, որ մարդիկ իրենց կյանքում դասգան։ Այսօր ամբողջ ազգը վարկի տակ է։ Ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու։ Մարդիկ վարկերը կուտակվել է, պայման չել է աշխատելու։ Հանգությունա, տնտեսական ճգնաժամը, համաճարակա պատերազմը։ Թող 1 միլիարդ 100 միլիոն, այդ պարտքը թողներ 16 միլիարդ, բայց 2,200,000 մարդի մինչև 3 միլիոն ներում շնորհեր, ասել այդ պետությունը եղել է պատերազմ, համաճարակ, Ժողովուրդ ջան, այս պետությունը վերցնում է իր վրա եւ ձեր բոլորին ազատում է։ Այդ ճայճից դուրս գալու համար կարան անեն, քիչ են անում, որ մարդիկ կարողանան իրենց վաստակած գումարը իրենց ընտանիքի վրա ծախսել։ Գալիս է վարկի փակելու օրը, մարդը տրամադրություն չունի, նյարդայնացած, մեր վայնացած խոսալն էլ չի գալի։ Ժամերով չխոսեմ ձեր հետ, ժողովուրդ։ Այսօր սաղ բերդերը լիքն են, կալանավայրերում տեղ չկա, որը տնային կալան, որտեղ 4 հոգի պետք է մնա 40 հոգի ամանում, այսպես մարդիկ կալանավորից հաճույք են ստանում։ Հիմնական, եթե մեզ հնարավորություն տրվեց, ես ասեմ, եւ առաջի հերթին լինելու է համաներում, մինչև 10 տարի, որ բոլորն էլ ազատվեն, գնան հասնեն իրենց ընտանիքներին, իրենց ծնողներին, իրանց երեխեքին, մարդը սխալվել է, ցանկացած մարդ սխալ գործում է, պետք է շանս տաս, մարդը մի կյանք ապրում, ժողովուրդ, պետք է լավ հիշողություն լինի, լավ տպավորություն լինի, քայլ պետք է կատարես, մարդկության 90%-ը գնահատում է, 10-ը կապ չունի, բայց պետք է լավ բան անես, մարդուն կյանք տաս, հնարություն տաս, ապրելու, վայելելու, ընտանիք հետ շփվելու։ Առաջի որոշումը լինելու է, ասեմ, բանկերի հիմնական մինչև 3 միլիոնը, ընտանիքից կլինի 3-4 հոգի կապ չունի, մինչև 3 միլիոն կլինի 100,000, 500,000, դա ներում աշխարհում անմիջապես որոշում կայացնելու։ Առողջապահությունը անվճար է լինելու, առողջապահության համար, ժողովուրդ ջան, 700 միլիոն դոլար բյուջեում գումար է դրած, 700, բայց այսօր սաղ դժգոհ են, պետք պատվերա կա, չկա, հիվանդությունը չի մտնում մեջը, կամ ուշացել ես, 700 միլիոնը, որ օգտագործեն ճիշտ, բժիշկներն ստանում են այդ քույրերը 100,000 կամ 120,000 դրամ, դա ամեն մեկը թող ստանան 300,000 դրամ, բժիշկները թող ստանան 1,5 միլիոն, 100 միլիոն կարա ամեն տարի սարքավորում առնեն, որ 100 միլիոն չի կարա կազմի իրան ծախսը, որ սաղ գումարեմ կազմի մոտավորապես 30 միլիոն, 30 միլիոն էլ թող հոսանք մոսանք լինի, այդ արեց 60 միլիոն, 160 միլիոն, 700 միլիոն եմ ասում, այդ գումարները ծախսում է և ժողովուրդը տունը փող չունենալու պատճառով կամ մահանում են, օպերացիա չեն անում, պետք է փող տանես, վճարես, որ անեն, տունը պետք է վարկի տակ դնես, մարդն էլ իմանալով, որ ծնողը, եթե չանինք իրան չի ների, իմանալով տունը կորցնում է, տանում է վարկի տակ դնում, միայն փրկի, հարկավոր է դրության մեջ մտնել, առողջապահությունը անվճար, կրթությունը անվճար, բանկերը մինչև 3 միլիոնը ներում ենք շնորհավորելու և կալանավայրերում մինչև 10 տարի ներում ենք շնորհել, մարդկանց շանս ենք տալիս։ Այդ ոչ թե ես նորից եմ ասում, միայն որոշում է պետք, ժողովուրդ, հիմնական ճիշտ, փողերի ճիշտ բաժանում լինի, պետք է տնտեսական աճ լինի, այսինքն դու պետք է աշխատես, ստեղծես, որ կարողանա արդյունք լինի, աճ լինի։ Մեր Հայաստանում 1% տնտեսական աճը 25 միլիարդ է, այդ պլյուս բյուջեից ավել, որ եթե 12% եղավ, 300 միլիարդ ավել գումար, તો 5 միլիարդը նորապսակների համար, 10 միլիարդը թոշակառուների, 15 միլիարդը հաշմանդամների, բոլորին ով կա արվեստին, մշակույթին, կրթությանը, գիտությունը, շինարարին, չլուծող խնդիր չկա, մարդը պետք է փորձ ունենա, հասկանա, ոնց որ անձնական գումարդ ես ծախսում, նույն էլ պետական գումարը ճիշտ նպատակային պետք է ծախսես, պետք է կապ լինի, ծանոթություն լինի, որ երկրին ինչ ա պետք, դու ինչ ունես, ինք ինչ ունի, որ նա գտա, այն տեխնոլոգիան կբերի, դու կարտադրես, կստեղծես, մենք պետք է զարգացնենք, մենք պետք է կազմակերպենք, ցանկությունը կա, այսօր այս վիճակով մենք չենք կարող շարունակենք,
Այսօր մենք աշխարհին ասելու բան չունենք։ Պարտված, խեղճացած ժողովուրդ ենք աշխարհով մեկ։ Ասելու բան, հպարտանալու բան չունենք։ Մենք պետք է կարողանանք միասնական, ես նորից եմ ասում, կուսակցական պատկանելությունը ժողովուրդ կապ չունի, որ կուսակցություն ուզում է լինի մեր հայնա։ Մարդը կարող է հիմա գնացել անդեր, չգիտի ինչը ոնց է, իրանք մեղավոր չեն։ Մենք պետք է կարողանանք իրար կողքի կանգնել, կազմակերպել։ Իմ ասածը ձեզ ժողովուրդ ջան, անպայման պետք է մասնակցեք ընտրությանը։ Չեմ ասում, խնդրում եմ, ձեր ցավը տանեմ, փողնել ունեմ, գործնել ունեմ, ճանաչում սիրտս ացա, որ մեր երեխեքն ու թողները ապահով երկրում, կայացած երկրում պետք է ապրեն, որ մենք իմանանք ձեռագիր ենք թողել, բան ենք կատարել այս երկրի համար։ Այս է հիմնական խնդիրները։ Անհնարին ժողովուրդ ոչինչ չկա։ Մարդը պետք է փորձ ունենա, որ նշանակելու հնարավորությունը տրվեց մեզ, կապ չունի իմ կուսակցականը չի։ Մարդը տվյալ ոլորտի ամենալավը պետք է լինի, որ այդ ոլորտի ցանկացած մարդ ճանաչում է։ Պողոսյան Պողոս ամենաարդյունավետ, ամենախելացի, բանիմաց մարդն էր այդ ոլորտի, որ նա կարա կառավարի։ Ծանոթ, բարեկամով, ասենք թե մոտիկա, չգիտեմ, նվիրված է, երկիր չի կառուցվի։ Այսօր ձեզ ասում եմ, իմացեք, որ անպայման անհրաժեշտ է ճիշտ մոտեցում, մարդկանց հարգել, գնահատել, տեղ տալ։ Այսօր ուսանողությունը ասում են, լավ չեք սովորում, դրա համար դուք հարուստ չեք։ Երեխան ինձ մոտեցել, ասում է, պարոն Սարգսյան, ոսկի մեդալով ավարտել եմ դպրոցը, կարմիր դիպլոմով էլ համալսարանը, գործի տեղ չկա։ Այսինքն իրենց սխալ աշխատանքից, որ պետք է նախորդ կրթության նախարարությունը, հետևելով բոլոր արդեն բարձրագույն բույերին, երազանցիկին, բարձր գնահատական ունեցողին ցուցակագրեն, ներկայացնեն, որ մի 6 ամիս առաջ տունը թուղթ ուղարկեն ծանոթագիր, որ այս տեղերը կան ազատ, կառավարությունում, նախարարությունում, վարչությունում, որտեղ կարող է գալ այս իսկ գումարի չափով, որ երեխան չթողի գնա մեր երկրից։ Եթե կարմիր դիպլոմն էլ տեղ չունի, էլ ոնց կարա զարգանա։ Ծանոթ բարեկամ քայլած իրանց հետ, այս է իրանց մոտեցումը, ուրիշ բան չկա։ Ասում եմ, չլուծվող խնդիր չկա ժողովուրդ, ամեն ինչ մի բան էլ ավել կլինի, փորձել ունենք, ցանկություններ ունենք, թիմներ ունենք, համակիրներ ունենք։ Ես ասում եմ, այսօր հիմնական խնդիրը, որ մենք կարողանանք միասնական գնում եք ընտրության, դուք ձեր մեջ քննարկեք, իրար հետ խոսացեք, հարևանակ, կոլեկտիվ անդամա, ընտանիքի անդամա, 19 հոգի մասնակցում են։ Ով կարանի, ով է իր ասածը գործ դարձրել, ով փորձ ունեցող մարդապետ ժողովուրդ ջան, խոսքին պետք է չհավատաք, միշտ ասում են, գործին պետք է հավատաք, ոչ թե խոսքին։ Խոսքը բոլորը կարող են ասել։ Այսօր պետք է այսօր մեր երկրին հարաժեշտ առաջնային երաշխավորած խաղաղություն, որ մենք երաշխավորած լինի, պատերազմի դուռը փակենք։ Դրա համար երկու հոգի պայմանավորվել են վարչապետն ու Ալիևը, ասում է խաղաղություն ենք բերել։ Նոր ցույց էին տալի, որ մեր սահմանների վրա նստած, մեր հողերի մեջ նստած, իրենք ասելով, որ սպասում են ընտրությունից հետո սահմանադրություն փոխվի, սպասում են 300,000 ադրբեջանցի բերեն Հայաստան։ Մեր ժողովուրդը տեղ չունի մնալու, դոմիկներում են մնում, եղբայր, սպիտակում են ստեղել, ինչ 300,000, ասում են այդպես բան չկա, ասում են բացեք, 2025 թվական դեկտեմբերի 5-ը Ալիևի հայտարարությունը, որ իմ ադրբեջանցիները պետք է գնան Հայաստանում բնակվեն, տանկերով չեն գնալու, ավտոբուսներով են գալու, բայց հանկարծ նեղացեցին, զորք են բերելու, շարեմ ասենք թե մեր երկրում։ Ժորժ ջան, դա մենք թույլ չենք տա, մենք պետք է, հետո ասենք թե ոնց որ մեր վարչապետը, որ ասում է ես չեմ եկի Արցախ հանձնելու, ես նոր բանակցություն եմ սկսելու, Արցախը Հայաստանով է, ճիշտ է թե ոչ, թե չի ասել, ասել է, հիմա ինչ ասում, ասում է Արցախը Ադրբեջանը ու վերջ, ոնց որ Ալիևն ասում է Երևան չեղ է, Երևան էր, հիմա նորից մի ամիս, 6 ամիս հետո ասել է Երևան Ադրբեջանը ու վերջ, հիմա այդ հիմնական հարցերը որ կա ժողովուրդ ջան, դրանց լուծումներ են պետք, մենք պետք է կարողանանք միասնական մեր մեջ կուղենք, հիմնական երաշխավորած խաղաղություն լինի,
ներդրում լինի, որ կարողանանք լիարժեք մեր ժողովրդի բարեկեցություն ապահովենք։ Մեր կարգախոսն է երաշխավորած խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք, աննարի ոչինչ չկա։ Այսօր ժողովուրդ հավաքում են մարդկանց, մարդպետ, միլիցիա, օրգան, KGB, հարկային, բոլորի ստիպելով մարդկանց հանեք բերեք, մարդիկ չգան գործից հանում են։ 5 հոգի մարդ չբերեցին տանիքով չեկավ, դիմումը գրի գնա։ Այդպես չի լինում։ Իրենք իրենց սպառել են, իրենց ասածները չեն արել, դրա համար իրենք արդեն այդ շարունակելու իրավունք չունեն։ Դա չի կարա շարունակվի եւ այսօր հարաբերությունները փչացնելով, որ այսօր մեր ատոմակայանը 8 տարի հետո կանգնելու է, բայց սարքելու համար պետք է 8 տարի, եթե հիմա չսենք, մենք առանց հոսանք ենք մնալու։ Ամերիկայից բերել են, վենց եկել ասում է բանա, 9 միլիարդ պետք է տակ, մենք շարժական ատոմակայաններ ունենք։ Ամերիկայում շարժական ատոմակայանները 2033 թվին նոր պետք է փորձարկեն, բայց այդքան սուտ ժողովրդին կարելի է ասել։ Որ ասենք, լավ, վերջը ոնց է պատասխան տալ։ Ինչը սկիզբ ունի, նա վերջ ունի ժողովուրդ։ Մարդը պետք է 100% պատկերացնի, ասի, որ եղածը կարողանա իրականացնի։ Այսօր դրա համար եմ ասում, որ իրանք ասելու բան չունեն, ես ասեմ, եթե որևէ մեկը կարող ասի, որ ԿՊ-ն ծրագիր ներկայացրել, ասեք ամոթ է։ Մենակ խաղաղություն ենք բերել։ Լավ, խաղաղություն ես բերել, մի հատ Ալիևի հետ, ձեր ստորագրած թուղթը տպեք, ցույց տվեք, որ դուք Ալիևի հետ արդեն խաղաղություն ա ստեղծած, ոչ մեկ իրավունք չունի կրակելու կամ հարձակվելու կամ հողերը պետք է հավասար լինի, մեր գերիներն էլ ստեղ լինեն։ Դա խաղաղություն, դա պայմանավորվածություն է եւ ցանկացած Ալիևի պահանջ պետք է կատարվի, չկատարվի, 10 ժողովրդյան պատերազմ լինելու։ Սեպտեմբերին պատերազմ եւ այդպես շարունակ։ Ասում եմ, եթե տենց իրանք մնացին, շարունակվեց, ոնց որ Արցախում եղավ 6 ամսվա ընթացքում նույնը Հայաստանի հետ է լինելու։ Ադրբեջանը մեզնից վրեժ է լուծում, նա չի կարող մեզ գործընկեր լինի բարեկամ։ Կարող է լինի խաղաղություն, երաշխավորած հզոր պետությունների ստորագրությամբ, որոնք տեղյակ են մենք խաղաղություն ենք, պայմանավորվել, որ մեկը չի փորձի հարձակում գործի։ Սա հիմնական խնդրի լուծումը լինելու։ Ժողովուրդ ջան, կարամ նորից շատ թեմաներից ասեմ։ Ասենք թե հիմա վարորդներից ասեմ, խոսել էի, մի անգամ ասեց ինքը ներում է շնորհում, դրա համար ասեցի ավելի լավ է մեր Մելքումյանի կանչի բոլորի տեղյակ է։ Այդ մեր ծրագրերը ասեն, էլ իրականացեք մեր ուզածը, որ մեր ժողովրդի վիճակը լավ լինի, բայց այս 8 տարում չեն արել, ոչ մի բան չեն կարող անել։ Դրա համար եմ ասում, այն ժամանակ ձեր հետ միասին ես նել եմ մասնակից եղել, գնացել եմ հրապարակ, հրապարակում ասեմ ժողովուրդ ջան, ում եք ուզում լինի վարչապետ։ Ասեն Նիկոլ Փաշինյանին։ Երևի կհիշեք հրապարակում, որ մասնակից եմ եղել, ասել եմ ուրեմն անպայման կանենք որ լինի։ Այն էլ որ խոստացել էր, ամեն ինչ ասել էր, ինձ էլ է խաբել, որ գործընկեր գնացել են, հետո հրապարակում դրել թղթի վրա, ստորագրեց ավելի լավ, այդ պատասխանատվությունից մենք պրծանք։ Հիմա թող ինքը իր թիմով այդ պատասխանը տա։ Ժողովրդին, ժողովուրդ այսօր վախում է, մարդիկ գալիս են հավաքվելու, ասում են պարոն Ծառուկյան, սաղ քո հետ են, բայց մարդիկ վախում են գալ, ասում են գործից կանեն կամ գործ կառուցեն, կամ տեղս խանութ ունի, խանութի վրա աղ կգրեն։ Հիմա սա դեմոկրատիա է, որ ասում են 3 միլիոն վարչապետ եք դուք ժողովուրդ ջան։ Ճիշտ եմ ասում, թե ոչ։ Ասում եք, թե չէր ասում։ Հիմա թույլ չի տալիս, որ հերոսի մայրը մոտենա, հերոսի բարեկամը, հերոսի հայրը մոտեցել է կամ զոհվածի մայրը, վերանը փակում հեռու են տանում, այլ լսի մի հատ ինչ ասում։ Ես ազատ բոլոր տեղերում մտնում եմ, խոսում եմ, ասում եմ, լիարժեք, եթե ինչ որ կա, որ ասենք քննադատություն ասեն, եթե ես գիտեմ մեղավոր են կընդունեմ, բայց այսքան ժամանակ չի եղել, որ ասենք թե ասեն, դա մոտ բան չի, բայց իրանց մոտ հիմա չեն էլ թողում մարդիկ մոտենան, մի հարցով դիմեն կամ ասեն, մի անգամից շարքից անում են, սա ստուգված մարդիկ պետք է լինեն առաջի շարքում։ Այդպես չի կարող շարունակվի ժողովուրդ ջան։ Ասում եմ, այսօր վերևում կանգնած են մեր իմ թիմի անդամները հարգված, սիրված, որը լիարժեք ձեռագիր ունեն, խոսք ունեն հանրության մեջ, իրենց ապրածով, իրենց աշխատածով, իրենց գործությամբ։ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, հետո ասում են մենք մարդ չենք ան, հենա, խնդրեմ կարող։
Թող քաղաքապետ տղայր, ինքը իրանով, հարգանքով, որ ասեն թե ասելա դիմում գրեմ, ասեն չէ մենք ես հեռացնում ենք։ Սա երկիր է ժողովուրդ։ Հիմա տվել է դադան վերականգնելու ենք, այն չտված գումարներն էլ պրոստը ասում են հակառակ բաներ են անում։ Շուտ ասելով երկիր չես կարա կառուցես։ Ես ձեզ սիրում եմ ժողովուրդ ջան, գժվում եմ ձեր համար։ Հայ, այդ ժողովրդի համար ինչ ես արել։ Մի բան ասա, այստեղ պարտքերի տակ, վարկերի տակ նստած Բերգրեի ժպիտ չկա։ Ջոզա սխալ եմ ասում։ Միայն մնում է, որ ազգովի մասնակցենք, ոչ մեկին մի ասեք ու մեկ ընտրելու ժողովուրդ, որ պրոբլեմ չսարքեն, ով հարցնես հա քեզ եմ ընտրելու, գնացեք ձեր ընտրությունը կատարեք, ձեր խրճի առաջ, ձեր հոգու առաջ, կատարեք, աստուկամոք, օր-օրի փոփոխություն եք զգանք, անհնարի ոչինչ չկա ժողովուրդ, հարկավոր է փորձառու մարդ, ցանկանա հետևող մարդիկ լինեն, ճիշտ մարդիկ, մասնագետներ, սրտացավ մարդիկ, արդյունավետ մարդիկ, որ են գնացածներն էլ հետ վերադառնում։ Եվ ամենակարևորը, ես ասում եմ, Գյումրի երկրորդ քաղաքն է, ես ամեն ինչ անելու ենք, բացի ես ասեմ դա պետք է պետությունը անի, մեծ խոշոր ներդրումային ծրագիր պետք է իրականացնի, որ այս աշխարհում մեկ կան Գյումրի տեսնեն, ասեն ոնց որ հիմա մտքովս անցել, ոչ թե մտքով, աստուկամով, որ Հիսուսի արձանը կառուցեմ, որ հիմա հայություն աշխարհում ասելու բանն է, որ մենք հպարտքալ ենք, աշխարհի առաջի քրիստոնեազն է, ավելի մեծ ճանաչում տա, ավելի շատ տուրիստներ գնան գան, այսօր հիմքը դրել ենք, արդեն Աբովյան եւ իր շրջակա գյուղերում հողը տնամերձը $500 է, այսօր դարել է 50,000, 60,000, հələ չենք բացել, որ ստեղ միած լավ ծրագիր իրականացնենք Գյումրու համար, Գյումրեցու համար, իր պատմությունով, որ տուրիստները գնան գան, ժողովուրդ ջան, որ տուրիստը գնաց եկավ շարժա լինելու, լավ փոփոխություններ սպասեք, գործ է լինելու, որ ցանկա աշխարհում փոքր ու միջին բիզնեսը 60% է աշխարհում, փոքր ու միջին բիզնեսով է զբաղվում, տուրիստը գնում գալիս է Գյումրին, ինչ կա, ինչ պետք է արվի, ինչ սարքվի, ինչ գործվի, ինչ թխվի, այնպես որ պետք է հնարավորություն լինի, շարժ լինի, մարդ լինի, աշխուժություն լինի, որ դուք մեծ փողեր աշխատեք, որ գործ ունենաք, նստելով չի լինի, ժողովուրդ ջան, անպայման առաջնային մեծ ծրագիր Գյումրու համար, տուրիզմը զարգանալու, աշխուժություն բերելու, գործ ունենալու փոքր ու միջին բիզնես բացելու համար։ Աստուկ ամոք, Աստված մեզնից երես չի թեքելու, Աստված թող պահպան լինի մեզ ժողովրդին, անկախ ամեն ինչից, ձայներ տակ շնորհակալ եմ, չտակել շնորհակալ եմ, իմացեք, որ ես Ծառուկյանը, Գյումրու Ծառուկյանը, ամեն հարցով պատրաստ եմ, ես գալով այդ քաղցությունը, այդ ջերմությունը, միշտ պարտավորված եմ դա պահպանելու, իմ գանեից համել տանեմ, տես 89 թվից, որ այդ մարդը, Գյումրեցին, այդ մարդն է, որ առանց թղթի, առանց ինչի կամեցող մարդը ուրիշ է, չկա մարդիկ ուրիշ է, մարդը պետք է կամեցող լինի, նախանց չլնի, չար չլնի, նախանց մարդը գիշերը հանգիստ չի կարա քնի, ցանկացած հարցով պետք է կամենաս, բարի լինես, քեզ Աստված մեկի տեղը երկուսը կտա։ Աստուկ ամոք, Աստված պահպան մեզ բոլորին, շնորհակալություն։